Փառք Աստծուն, այս հրաշալի օրվա համար ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Ողջունում եմ ում չեմ տեսել։ Այսօր հրաշալի օր է, որովհետև այսօր հավաքվել ենք մեր Տիրոջը պաշտելու։ Մի լավ երկրպագելու ենք մեր Աստծուն։ Ու խոսքը ուզում եմ սկսել հետևյալ խոսքերով Հեսու 24:15 Նարջան, եթե բացես, բայց եթե Տիրոջը ծառայություն անելը հաճելի չէ ձեզ համար, ապա ընտրեք այսօր թե ում եք ծառայելու։ Եփրատ գետի այն կողմում ձեր հայրերի պաշտած աստվածներին, թե ամորացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Ասում է, բայց ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտելու։ Շեշտադրումս ուզում եմ դնեմ այս նախադասության վրա, որ ասում է, բայց ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտելու։ Այս բառերը միայն բառակապակցություն չի, ինքը իր մեջ պարունակում է շատ խորը իմաստ, ժողովուրդ ջան։ Ու եթե տեսնենք, այս նախադասությունը իր մեջ պարունակում է երկրպագություն։ Ինչ որտեղ կարամ ասեմ անձնուրացություն։ Պաշտամունք, ամեն։ Այսինքն երկրպագություն եսի մոտ նշել եմ թողնել ամեն ինչ եւ երկրպագել քո արարչին։ Սրանով մենք կատարում ենք մի հանձնարարական, որը որ մեզ տրված է եւ հաճելի ենք լինում մեր Տիրոջ առաջ։ Անձնուրացություն գրել եմ, գիտես, մեր կյանքում շատ բաներ կգան շատ հաճելի, շատ ցանկալի, կարող է լինել շատ բարձր վարձատրվող, բայց դա լինելու է Կիրակի օրը ու դու պետքա դա թողես։ Դա լինելու է պաշտամունքի ժամին։ Դու պետքա կարողանաս ասես չէ, ես գնալու եմ, ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտելու։ Ու դրանով դու ոչ թե միայն կկարդաս այդ տողերը, ոչ թե միայն կիմանաս, այլ դու կապրես։ Այդ խոսքերը քո մեջ կյանք կդառնան ու դու կապրես ու դու հաճելի կլինես քո Տեր Աստծո առաջ։ Այդ խոսքը պետքա մղի քեզ երկրպագության։ Այսօր հավաքվել ենք։ Ու այդտեղ որ ասում է Եհովային ենք պաշտելու, սա մի հոգու բան չի, ժողովուրդ ջան։ Երկուս եւ ավելի մարդ կա այդ խոսքի մեջ, եթե նայում ենք։ Ու այսօր Աստված ըստ իր ասած խոսքի, որտեղ երկուսը երեք հավաքվեն իր անունով նա այնտեղ է, մենք այսօր երկրպագելու ենք Տիրոջը։ Ու կոչ եմ անում քեզ, որ այսօր դու միանաս մեզ հետ, քո սիրտը բացես, ասես Տեր, ես եկել եմ քեզ երկրպագելու, ես եւ իմ տունը Տեր, քեզ ենք պաշտելու։ Ու չգիտեմ, ինչ որ մեկի բարեկամը, ինչ որ մեկի հարազատը հələ այստեղ չի։ Դա այսօր թող քո համար մի հատ ցավ լինի, որ դու կարողանաս քո բարեխոսական աղոթքը նաեւ բարձրացնես ու ինչ որ մի հատ գործ անես, որ ինքը այդ անձնավորությունը այս վայրի մեջ լինի։ Ու Սաղմոս 66-րդ խոսքով երջախումբին կխնդրեմ բարձրանա։ 66-ի առաջինից 3-րդ խոսքը ասում է. ցնծությունով աղաղկեցեք դեպի Աստված, ով ամեն երկիրներ։ Սաղմոս ասենք նրա անունի փառքին, փառավոր արեք նրա գովությունը, մեր Տերը փառավոր է, ժողովուրդ ջան։ Ասեցեք Աստծուն, ինչ զարմանալի են քո գործերը, այն որ դու այսօր այստեղ ես, Տիրոջ գործերը քո կյանքի մեջ արդեն զարմանալի են, որ ինքը քեզ փրկել է եւ իր տունն է բերել։ Քո մեծ զորության համար քո թշնամիները կշողոքորթեն։ Այստեղ այդ առաջի մասն է ուզում կարդալ, ասեք Աստծուն ինչ զարմանալի են քո գործերը։ Տիրոջ գործերը քո կյանքի մեջ շատ զարմանալի են։ Եվ կոչ եմ անում բոլորս միասին միաբան կանգնենք, մեր Տիրոջը երկրպագենք, պաշտենք եւ ամենալավը, այն հաճելի բանը, որ քո կյանքի մեջ կա, դա Տիրոջից է, դա նրանից եւ նրանով է, եւ ամբողջ փառք ու պատիվը պետքա լինի նրան։